Վերադարձանք տաղավար և շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր հուլիսի 28-ն է և օրը կարևորվում է հատկապես բժշկական ոլորտում, ինչու, որովհետև հուլիսի 28-ը հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրն է և այս առիթով Հայկական լյարդաբանական ասոցիացիան և կլինիկական վարակաբանների միությունը համատեղ կազմակերպում են միջազգային գիտաժողով, թեման է վիրուսային հեպատիտների էլիմինացիան բոլորի համար, ամենուր և հենց հիմա։ Մասնակցության հետ կապված և առհասարակ բոլոր մանրամասները արդեն մեր հյուրի հետ։ Շտապ ենք ներկայացնել, մեր տաղավարում է կլինիկական վարակաբանների միության նախագահ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատու վարակային հիվանդությունների գծով Արմեն Օհանյանը, ողջույն։ Բարև ձեզ։ Բարի լույս, շատ ուրախ ենք, որ առավոտը սկսում ենք միասին կարևոր թեմայի շուրջ կծավալենք հետաքրքիր հարցազրույց։ Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրը ինչու է կարևոր և այսօր որն է գլխավոր ուղերձը հանրությանը։ Շատ կարճ անդրադարձ, հեպատիտների միջազգային օրը սկսվել է նշվել որպես այդպիսին հուլիսի 28-ը 2010 թվականից առողջապահության համաշխարհային կազմակերպության, այսպես ասած, նախաձեռնությամբ, որոշմամբ համընկել է, ոչ թե համընկել է պատահականորեն, այլ այդպես է որոշվել, որ հայտնի գիտնական Բլումբերգի ծննդյան օրվա հետ է համադրվել, այսպես ասենք, ով մեծ ավանդ ունի եւ վիրուսային հեպատիտ B-ն, որի մասին վստահ եմ բոլորս գիտենք, իր միջոցով է, իր ջանքերի շնորհիվ է հայտնաբերվել, առհասարակ աշխարհին հայտնի դարձել եւ արդեն 10 թվականից սկսած, քանի որ արդեն գիտակցել է աշխարհը, որ շատ լուրջ մարտահրավերներ են հանդիսանում վիրուսային հեպատիտներ, մասնավորապես հենց վիրուսային, սա իհարկե կոչվում է հեպատիտների միջազգային օր, բայց հիմնականում հենց շեշտադրումը արվում է վարակային հեպատիտների եւ մասնավորապես այ վիրուսայինների։ Եվ այսպես փորձել են ավելի կարևորել ամեն տարի ինչ որ մի օր նշելով, հա, որպեսզի հավաքվեն այդ օրը, բոլորը խոսեն դրա մասին, թարմացումների մասին, ինչ կարելի անել, ինչպես հաղթահարել խնդիրները եւ առհասարակ հիվանդությունները։ Մենք գիտենք, որ յուրաքանչյուր առողջական հատկապես խնդրի դեպքում վաղ հայտնաբերումը շատ կարևոր է։ Ինչով է այս դեպքում կարևորվում եւ ինչպես է վաղ հայտնաբերումը տեղի ունենում հեպատիտների դեպքում եւ կան արդյոք թիրախային խմբեր, այն մարդիկ, որոնք ավելի ուշադիր պիտի լինեն իրենց առողջությանը կամ պարբերաբար պետք է ստուգումների այցելեն։ Արտակարգ հարց, որտեղ այդ որ գիտենք վաղ հայտնաբերումը կարևոր է, հենց կարելի է ասել սա վիրուսային հեպատիտի ամենադասական օրինակներն են երևի կարելի ասել այստեղից կարանք հետևություն անենք, որ ինչքան կարևոր են այդ վաղ հայտնաբերելիությունը, որովհետև վաղ շրջանում, երբ որ մարդը վարակված է, խոսքը իհարկե գնում է քրոնիկական վարակի մասին։ Սուրը արտահայտվում է, մենք տեսնում մարդը դեղնեց, այն ժողովրդի լեզվով ասած դեղնող հիվանդությունը հենց այս վիրուսային հեպատիտներն են, հա։ Հիմա քրոնիկի դեպքում մենք հենց տեսնում ենք հենց տարիներով ինքը կարող է մարդ վարակված ոչ մի չտեսնենք, բայց ժամանակի ընթացքում այն աստիճանաբար դանդաղ կերպով քայքայում է լյարդը, երբ որ արդեն դրսևորվում է, այդ ժամանակ արդեն մենք էլ անելիք չունենք, այսինքն այլևս չենք կարող բուժել։ Կարող ենք ինչ-որ միջամտություններ անել, բայց հասնել լավ արդյունքի շատ դժվար է կամ պրակտիկորեն անհնար։ Իսկ վաղ հայտնաբերման դեպքում մենք կարող ենք հասնել նրան, որ որոշ դեպքերում առհասարակ մարդն ազատվի վիրուսից, իսկ որոշ հիվանդությունների դեպքում այնպես վերահսկենք, որ պրակտիկորեն որևիցե կերպ չանդրադառնա իր կյանքի որակի կամ առհասարակ ապրելակերպի վրա։ Իսկ ինչպես պետք է մարդը հասկանա, որ գուցեև դա է խնդիրը եւ այցելի հենց նեղ մասնագետի։ Շատ լավ հարց է։ Դրա համար կան որոշակի ռիսկի խմբեր, հա, որ պետք է նախ հասկանանք ինչպես է փոխանցվում։ Փոխանցումը հիմնականում, երբ որ խոսում ենք հեպատիտ B-ի, C-ի մասին, հա, այստեղ գործ ունենք արյունային կոնտակտի հետ, բայց արյունային կոնտակտ ասածը դա չպետք է պատկերացնենք պարտադիր տեսաների, այո, մեծ sense բացող արյուններ, հա, այստեղ ավելի շատ խոսքը նրա մասն է, օրինակ ատամնաբուժարանում, հա, անգամ մատնահարդարի մոտ այցելելիս, որևիցե տատուիրովկան հայերեն ինչպես է չգիտեմ, դաջվածների ժամանակ, հա, անգամ նման միջամտությունների դեպքում հնարավոր է հեպատիտ B-ով վարակվել։ Եվ հենց այսա դարձնում է արդեն բոլորիս ռիսկի խումբ, այսպես ասած, հա։ Մյուս ճանապարհը իհարկե սեռական ճանապարհն է փոխանցման, այսինքն զույգերի դեպքում, հա, պետք է միանշանակ
ուշադրի լինել, եթե մեկը ունի, ապա իր մյուս սեռական զուգընկերները եւս պետք է պարտադիր կերպով հետազոտվեն։ Շատ լինում է նաև տարօրինային կոնտակտով ներերակային թմրանյութեր օգտագործողների մոտ, սա եւս մեր ամենամեծ ռիսկի խումբն են հանդիսանում այս անձինք, եւ մենք օրինակ ակտիվորեն բոլորի շրջանում իրականացնում ենք այս հետազոտությունը, կոնկրետ մեր հիվանդանոցում, ինֆեկցիոն հիվանդության ազգային կենտրոնում, առհասարակ անվճար բոլորը կարող են բոլոր ցանկացողները գան եւ հետազոտվեն, հասկանալու համար ունեն վարակը, թե չունեն։ Հետաքրքիր է նաև մի կարևոր բան, որ շատ հաճախ հեպատիտները ուղեկցվում են բավական տևական ժամանակ առանց արտահայտիչ դրսևորումների։ Այս դեպքում ինչ փոքրիկ նշաններ կամ դրսևորումներ կարելի է հաշվի առնել եւ կարևորել ու դիմել բժշկի արդեն։ Եվ արդյոք ո՞րն է տարբերությունը, որ կա մի օրգանիզմ, որտեղ որ չի դրսևորվում որևէ արտահայտիչ ինչ-որ նշաններ, բայց կա օրգանիզմ, որտեղ կարող է լիարժեք դրսևորել։ Սա վաղաժամ եւ արդեն բավական ախտարված փուլն է, հա, տարբերությունը։ Դա եւս կարող է դեր խաղալ իհարկե, որտեղ ժամկետը կարեւոր է, որտեղ օրինակ 20 տարի հետո սովորաբար ինքս այսպես թե այնպես պետք է դրսևորվի, բայց եթե վերցնենք առանձնահատկությունները, հիմնական առանձնահատկությունը կայանում է իմուն համակարգի մեջ, այսինքն թե մարդու իմուն համակարգը լավ է աշխատում, սովորաբար կարողանում է հաղթահարել այն անձիկ, ովքեր ունեն տարբեր պատճառներով իմուն համակարգի խնդիրներ, այդ թվում օրինակ ուռուցքաբանական խնդիրներ ունեցող մարդիկ, ովքեր ստանում են քիմիոթերապիա, ճառագայթային բուժում, նորագույն մոնոկլոնալ հակամարմիններով բուժումներ, հա, այս դեպքում իմուն համակարգը ընկճվում է։ Դա արհեստականորեն բժիշկներն են անում, այսպես ասած, որովհետև դա պետք է ուռուցքը բուժելու համար։ Բայց միաժամանակ դա բերում է նրան, որ վիրուսը արդեն գլուխ է բարձրացնում, ակտիվանում, այս սկսում է արդեն իր դրսևորումները։ Օրինակ այս խմբի անձանց եւս պարտադիր կերպով պետք է իրականացնել այդ հետազոտությունները։ Կարելի է անհատական առանձնահատկություն եւս իհարկե, որ օրգանիզմը մի դեպքում որոշի դրսևորումներ ունենալ, մյուսում չէ։ Բայց նորից հետ գալով ձեր հարցի հիմնական մեխին, այսպես ասած, պետք է հաշվի առնենք այդ վարակման ուղիների հավանականությունը։ Այսինքն, եթե անգամ մի աննշան ինչ-որ հավանականություն կա, եղել է պատահական հարաբերություն, այ հաճախակի ատամնաբուժարան եք այդ տարվա ընթացքում այցելել, չգիտեմ, անծանոթ սալոններում մատնահարդարում կատարվել, հա, կամ ինչ-որ վիրահատական միջամտություններ եք ունեցել, այս բոլոր դեպքերում, եթե տարին sense ամփոփեք ձեր առողջության համար նայում եք, ինչ է, այս տարի լավ եղել է իմ մոտ, եկեք գնամ մի հատ ես ստուգվեմ, համոզվեմ, որ չունեմ, այս տրամադրվածությամբ էլ պետք է պոզիտիվով միշտ բանենք, որ գնամ համոզվեմ, որ չունեմ, ոչ թե, որտեղ հաճախ այդ վախն է մարդուն ընկճում եւ թույլ չի տալիս, որ գա հետազոտվել, այո, ասում է, բա որ գնամ, բա որ լինի, բա ինչ պետք է անեմ։ Մանավանդ այս հիվանդությունները մի քիչ խտրական վերաբերմունք կա ժողովրդի մեջ։ Այ խոսենք նաև դրա մասին, թե ինչպես այս տարիների ընթացքում պետական ազգային տարատեսակ ծրագրերով, լուսաբանումներով եւ արշավներով կարողացանք, եթե համեմատում ենք, վստահաբար այդ դրական տեղաշարժը կա, վերաբերմունքը փոխել մարդկանց, թե այս խնդիրը ունեցող մարդկանց նկատմամբ, թե նախնական ստուգումների վերաբերյալ։ Ինչպիսին է այսօր վիճակագրությունը Հայաստանում։ Այո, ճիշտ եք ասում, տեղաշարժ միանշանակ կա, որտեղ անընդհատ թե նախարարության մակարդակով, թե առանձին մասնագիտական ասոցիացիաներով, թե ուղղակի բժիշկները անհատապես այս աշխատանքը անընդհատ տանում են եւ փորձում ենք այդ լուսավորչական աշխատանքների շնորհիվ բերել նրան, որ նաեւ այստեղ շատ մեզ օգնել է այն հանգամանքը, որ արդեն ավելի բուժելի են դարձել։ Օրինակ հեպատիտ C-ն դեռ 15 թվականին ինքը նոր դեղորայքը, որը որ շատ արագ, հստակ, կուրսային, այսպես ասած, հա, տալիս էս մարդը ապակինվում է, լավանում է, դեռ նոր ստեղծվում էր։ Այսօր դա իրականություն է մեզ համար եւ հասանելի է մեր քաղաքացիներին պետական ծրագրի շրջանակներում 20 թվականից սկսած մենք ապահովում ենք մեր քաղաքացիներին այս դեղորայքով, այսինքն հայտնաբերեցիր հեպատիտ C, խնդիր չկա, արի 3 ամիս բուժումը ստացի, վերջ, ազատված ես վիրուսից, գնա հանգիստ շարունակի ապրել։ Այս մոտեցումները եւս բավականին ակտիվորեն բերում են այդ վերաբերմունքի փոփոխությանը։ Հենց հիմնական վերաբերմունքի խնդիրը առաջանում է, երբ որ գիտեն դա անբուժելի է եւ վարակովի։
այս երկու միտքը մարդկանց Անգամ անդադ շատ պատմություններ կային ժամանակին, երբ ընկերները, բարեկամները հրաժարվում էին տվյալ մարդուց, շփվել նրա հետ եւ բավականին երկար ժամանակ էր պետք այդ մարդկանց բացատրելու համար, որ պարզապես ձեռքով բարևելու կամ միասին մեկ սեղանի շուրջ ընթրելու դեպքում որևէ վիրուս չի կարող փոխանցվել, որովհետեւ այո, եւ նաեւ հեպատիտ B-ի համար շատ հետաքրքիր բան ունենք, որ պատվաստանությունը իհարկե ինքը վաղուց է կիրառվում դեռ 90-ականներից, բայց մեր երկրում դա եւս բացի այն, որ ազգային ծրագիր ներդրվել է 99 թվականին, այսինքն 99 թվականից սկսած ծնված բոլոր երեխաները կարելի ասել արդեն ապահով են, ու առնվազն իրենց 95%-ը հիմա արդեն ակտիվորեն նաեւ այդ հեպատիտ B ունեցող անձանց շրջապատի մարդիկ կարող են պատվաստվել, որ ել ավելի ապահով լինեն, այսինքն այ զույգա նոր ամուսնանում են, պլանավորում են ընտանիք, պատկերացրեք ինչքան դժվար կլինի, հա, իրանց համար մեկը ունի, մյուսը չունի, այստեղ ընտանիքներ, Հայաստան, կարծում սաղաս հասկանում ենք, իսկ այս դեպքում նա պատվաստվի մարդը հստակ իմանա, որ պաշտպանված է արդեն ինքը եւ շարունակում են ապրել, կարծես թե ոչինչ էլ չկա։ Նաև անդրադարձ անենք այն հոգեբանության վրա, որ մարդիկ որքանով են այսօր պատրաստ պարզապես պրոֆիլակտիկ, հա, պատվաստումներ անցնելու, որովհետեւ պատվաստումների հետ կապված մի տեսակ ծայրահեղ է վերաբերմունքը կամ շատ կտրուկ են, դրական կամ կտրուկ հրաժարվում են։ Դրական բացասական է կամ մի խոսքով ինչ շարժ ունենք լավ իմաստով։ Իրականում բան, մենք տեսնում ենք այդ կտրուկներին, իրանք եւ մերժողները եւ կտրուկ կողմնակիցները ոչ մեկն էլ լավ չի, որ ոչ մի կողմից ֆանատ լինելը լավ չի, բայց իրանք ընդհանրապես կազմում են առավելագույնը մոտ 10%, ուղղակի իրանք են անդադ խոսում եւ դրա համար իրանք ենք տեսնում։ Իրականում ամբողջ աշխարհում կ ូវ իդի պատվաստանությունից հետո որոշակի բացասական շարժ նկատվեց վերաբերմունքի առումով, բայց ասում են թութու մեր երկրում դեռ բավականին նորմալ վստահությունը կա եւ բավականին ակտիվորեն մարդիկ պատվաստվում են։ Եվ միայն բժշկի հետ աշխատանքն էլ եւ թե ճիշտ աշխատանքը տարավ ինքը խնդիր չենք ունենա։ Պետք է վստահել միշտ մասնագետին եւ քան որ մեր ժամանակը սահմանափակ է, փորձենք նաեւ շատ արագ ամփոփ ներկայացնել գիտաժողովին մասին մանրամասներ, ինչ է լինելու։ Գիտաժողովը նախատեսված է ամբողջ լյարդաբանությունն ենք այսպես ասած փորձել ընդգրկել, իհարկե շեշտադրում անելով հենց վիրուսային հեպատիտների վերաբերյալ մասնակիցներ ունենք տարբեր երկրներից, ընդ որում մարդիկ, ովքեր որ ներգրավված են միջազգային ուղեցույցերի կազման գործընթացում, այսինքն ինքը ամբողջությամբ ասենց լրիվ լիարժեք իր դասախոսական կազմով համապատասխանում է միջազգային մակարդակի համաժողովի եւ սա երևի թե առաջիններից է, այսպես համատեղ, որ երկու մասնագիտական ասոցիացիայով այս ոլորտում կազմակերպել ենք 200-ից ավել մասնակից, կարծում եմ շատ հաջողված նախագիծ է ինքը եւ հենց սա կարեւոր է նրանով, որ մենք կարողանում ենք այդ միջազգային մակարդակի համաժողով բերել Հայաստան, հասանել դարձնել մեր մարզային բժշկին, քաղաքի բժշկին բոլորին եւ նա կոնֆերանսը անվճար է մասնակիցների համար, սա էլ կարևոր առանձնահատկություն է եւ նաեւ տալիս է մասնագիտական շարունակական զարգացման կրեդիտները, հա, իրանց ասեն կրեդիտավորված դասընթաց է։ Մեզ մնում է ձեզ շնորհակալություն հայտնել եւ եւս մեկ անգամ հասկանալ, սիրելի հեռուստադիտողներ, որ այո, հոգու եւ մարմնի առողջությունը հատկապես այս օրերին շատ կարեւոր է եւ սա կարևորագույն քայլերից մեկն է, որպեսզի մենք կարողանանք պահպանել մեր առողջությունը կամ գոնե կանխարգելել եւ շուտապույտ լուծում տալ ստեղծված խնդրին։ Վաղ հայտնաբերումը ամենալավ ու ամենաարագ բուժումն է, փորձը ցույց է տալիս նաեւ բժիշկների ապացուցողական բժշկության տեսանկյունից։ Շնորհակալ ենք անչափ, որ առավոտը սկսեցիք մեզ հետ։ Օրվա դրական շարունակություն։